44 օրյայի զեկույցը ստացաք թե ոչ, խնդրել էիք, պահանջել էիք, ինչու, ինչ են թաքցնում, պարոն Օտոնյան։ Ես չգիտեմ ինչ են թաքցնում, նախկին գրության մեջ գրված էր, որ կարգավիճակի Իրավական կարգավիճակ։ իրավական կարգավիճակի խնդիր կա։ Դրանից հետո ես դիմել եմ արդեն իմ փաստաբանների հետ որտակցելուց հետո, դեռևս պատասխան չունեմ։ Այսինքն պատասխան խորհրդակցել եք փաստաբանների հետ, Ես իրավական ճշգրտում եմ արել, իրավական կարգավիճակի վերաբերյալ եւ ընդհանրապես ես իրավունք ունեմ թչում եմ։ Նաեւ կապված հաստատքի դասակարգված կամ դասակարգված լինելու, բայց հիմա նորից ես մի անգամ արդեն դրա վերաբերյալ խոսել եմ։ Եթե դա ազգային ժողովում լսումների միջոցով է միայն ավարտվելու, այսինքն չի ընդունվելու որպես փաստաթուղթ, ազգային ժողովի փաստաթուղթ, իրավական վիճակ, իրավական կարգավիճակ, քաղաքական կարգավիճակ չի ունենալու, ես այդտեղ ընդհանրապես խնդիր չունեմ, որտեղ դա կստացվի ազգային ժողովի, պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարծիք ինչ-որ բանի վերաբերյալ։ Դա պետք է լինի ազգային ժողովի կարծիք, ոչ թե ազգային ժողովի, պաշտպանության հանձնաժողովի։ Ես խնդիր չեմ տեսնում այդ դեպքում։ Անունը որ դուք մի հատ հոդված գրեք։ Անտոնան, այսքան կանչեցին, նախկին պաշտոնյաներին հարցաքննեցին, հարցադրումներ արեցին, ձերը ընդ որում բացառիկ էր այն առումով, որ դուք բաց խոսեցիք։ Թեպետ նրան, որ շատերը մեղադրում էին, որ պարոն Անտոնյանը անուններ չհնչեցրեց, այո, վարչապետները, բայց փաստացի ստեյության զեկույցը չեն տալիս, ինչ են թաքցնում, ինչու։ Ինչ խնդիր կա, դուք փորձել եք այդ հարցի պատասխան։ Ես չեմ կարծում, որ թաքցնում ունի, ես կարծում եմ, որ քաղաքական գնահատականների խնդիր կա։ Եվ այդ քաղաքական գնահատականների արդյունքում ովքեր են տուժելու, որ չեն հրապարակում, այսօրվա իշխանությունը։ Տուժելու, ես իմ պատասխանատվության չափը գիտեմ, մնացածը արդեն այլ գործիչները մտածել։ Պարոն Տոնյան, 2021 թվականից այս դատարան եք գալիս, 2.5 տարի դուք այն պաշտոնյան եք եղել, որ կալանքի տակ եք եղել, 3 տարի։ Լավ, պարոն Տոնյան, ի վերջո ինչ ակնկալիքներ ունեք։ Գիտեմ, որ ճառի փուլին եք ասել, դեռ ըմփակ է հանրությանը այդքան էլ այսպես հասանելի չէ։ Ըմփակ է, դեռևս իմ ճառի ժամանակը չի եկել։ Այո։ Այլ ամբաստանյանները ելույթներ են ունենում եւ պաշտպանական կողմը։ Դեռ ես կարծում եմ 2-3 նիստից հետո կլինի նաև իմ վրա։ Ես ելույթ ունենալու։ Պարոն Տոնյանը կտա անուններ ի վերջո, ով էր 44 օրյա պատերազմի մեղավորը եւ ինչու այսօր ինքը հայտնվեց դատարանի առաջ։ Ասում են պարոն Տոնոյանը։ Այո։ Մեդիամաքս գործակալության հետ միասին գիրք է հրապարակել։ Եվ ես խնդրում եմ այդ գրքի մեջ պատասխանների, եթե ոչ 100%, այլ 70% կա։ Նիկոլ Փաշինյանի անունը կա գրքում, պարոն Տոնյան։ Պատասխանատուների մասով, Պատասխանատուներ ես դատավոր եմ, չեմ պատասխանատուներ կամ ես իմ կարծիքը նշում եմ այն։